Վաշինգտոնն ու Բրյուսելը դատապարտում են ադրբեջանցի լրագրողի առևանգումն ու ձերբակալությունը ի պատասխան Բաքուն կոչ է անում չմիջամտել երկրի ներքին գործերին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում չքաղաքականացնել Ալիևի վարչակազմի հասցեին քննադատական հոդվածներով հայտնի լրագրողի ձերբակալությունը։ Խնդիրը բացառապես իրավական հարթությունում է եւ այն շրջանակները, որոնք միտումնավոր քաղաքականացնում են հարցը, փորձելով վնասել ադրբեջանա-վրացական հարաբերությունները երբեք իրենց նպատակին չեն հասնի։ Մասնավորապես ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիմքեթ Հաջիևը, ընդգծելով Ադրբեջանին ու Վրաստանին միավորում են ավանդական բարեկամական հարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը։ Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգված հետագայում Բաքվի բանտում հայտնված ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիին ազատ արձակելու կոչերին են միացել նաև Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը։ Կոչ են կանում Ադրբեջանի կառավարությանը ստանձնած միջազգային հանձնառություններին համապատասխան ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ազատազրկվել են իրենց հիմնարար ազատություններից օգտվելու համար, մասնավորապես հայտարարել է պետդեպը, հատուկ շեշտելով ուշադիր հետևում են առևանգման հետաքննությանն ու կոչանում, որ այն լինի ամբողջական, թափանցիկ ու ժամանակին։ Նույնաբով վանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև պաշտոնական Բրյուսելը Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների, այդ թվում խոսքի ազատության իրացման սահմանափակումների վերանայումը եւ դրանց հետևանքով բոլոր ներգրաված անձանց ազատ արձակումը հրատապարծ է, ասել է Եվրամիության դիվանագիտական մարմնի խոսնակ Մայա Կոսյանիչը, պահանջելով արագ մանրամասն ու թափանցիկ հետաքննություն։ Մինչդեռ անգամ այս հայտարարությունների ֆոնին բանտում գտնվող լրագրողի պաշտպանն այսօր ահազանգել է, որ ադրբեջանցի իրավապահներն իրեն արգելել են տեսակցել պաշտպանյալին։ Փաստաբան Էլչին Սադիգովը կասկածներ ունի, որ կալանավորված լրագրողի նկատմամբ ապօրինի գործողություններ են իրականացվում, այդ պատճառով էլ քրեակատարողական հիմնարկում արգելում են տեսակցությունը։ Մաքսանենգության, օրինազանցության ու իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեջ մեղադրվող Մուխթարլին հայտնի է իր հետաքննական գործունեությամբ։ Նա հարևան Վրաստան էր տեղափոխվել 2015-ին Ադրբեջանում լրագրողների եւ իրավապաշտպանների նկատմամբ համատարած ճնշումների ֆոնին։ Տեղափոխվելով Վրաստան Մուխթարլին սկսել է գաղտնազերծել այդ երկրում Ալիևների ընտանիքին պատկանող բիզնեսները։ Ադրբեջանցի լրագրողի կնոջ խոսքով իրենք 2015-ից ի վեր սպասում են Վրաստանում կեցության իրավունք ստանալուն, մինչդեռ պարբերաբար մերժում են ստանում։ Պաշտոնական Թբիլիսին հիմա է առաջարկում քաղաքացիություն տրամադրել Բաքվի բանտում գտնվող Աֆղանլիի ընտանիքի անդամներին։ Մուխթարլիի կինը Լեյլա Մուստաֆաևան սակայն կտրականապես մերժել է այդ առաջարկը։ Իշխանությունները շոուներ կազմակերպելու փոխարեն թող պարզապես պատշաճ կերպով հետաքննեն իմամուսն ու առևանգման հանգամանքները։